Հաջորդ հարցը Վայ Մակարյան։ Շնորհակալություն։ Նախ մի քանի օր առաջ Ստամբուլում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց ուշագրավ հայտարարություն արեց, որ Ադրբեջանը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը կամ սահմանի բացմանը։ Սա ձեզ հետ համաձայնեցված հայտարարություն էր, թե Սիմոնյանը ինքն էր որոշել այդպիսի հայտարարությամբ հանդես գալ եւ արդյոք չի սա խաթարում կամ չի հակառակվում ձեր, այսպես ասած, խաղաղության սրտիկներին եւ այն թեզերին, որ դուք հռչակել եք։ Եվ երկրորդը, ես ճիշտ ասած անհարմար եմ զգում անձնական բնույթի թեմաներ շոշափել, բայց քանի որ դուք ձեր ընտանիքը թույլ եք տալիս ձեր անձնական կյանքը, ընտանեկան կյանքը այսպես մեծ մասամբ սփռել եք հանրության առջև եւ քննարկման առարկա եք դարձնում, դրա համար ինձ թույլ եմ տալիս նաեւ որոշակիորեն այդպիսի հարց շոշափել, հատկապես վերջին իրադարձություններից հետո, երբ որ մոտ 1.5 ամիս առաջ ձեր կին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ բաժանվել է ձեզանից, դա շատ քննարկվեց, ես էլ ձեզ անկեղծ եմ ասում, լրիվ սրտան շնորհավորեցի, որովհետև կարծեցի գուցե դա երջանկության մի ձև է, դուք էլ ներսրտեցիք, սրտից դարդեր եղել։ Հիմա, երբ որ ու մարդիկ իդեպ կոմենտներում գրում են, որ ասում են սա թատրոն է, տեսնած այս զույգը ինչ է ասում, հիմա որտեղ է ֆռոսնում մեզ, երբ որ տեսանք, որ Աննա Հակոբյանը նախ ձեր կադրում է երևում, այսինքն վերադարձել է կառավարական համառանոց, հետո ձեզ հետ շրջում է Գյումրիում, էլի մարդիկ նորից ձևակերպեցին այդ նույն հարցը, որ տեսեք, որ ասում ենք թատրոն է, ուրեմն թատրոն է, փաստորեն թատրոն է։ Հիմա եթե դուք ձեր նույնիսկ ընտանեկան դրաման եք կեղծում, բա մնացածին ո՞նց հավատա մարդիկ։ Ի վերջո դուք բաժանվել եք, թե վերամիավորվել եք Աննա Հակոբյանի հետ, ինչպես կմեկնաբանեք սա, դուք չդիմացեք առանց Աննայի, Աննա Հակոբյանը չդիմացավ առանց ձեզ, ժպտացիք, ռոմանտիկա կա մեջը, առանց ձեզ, առանց իշխանության ձեր իշխանության, առանց անվտանգության, առանց այն թանկարժեք Լեքսուսի, որ իր համար էր գնվել, իդեպ որի ապօրինի փակցված պլյոնկաները իմ շնորհիվ հանվեցին վրայից, ինչը լավ է։ Ինչը վերամիավորեց ձեզ, եթե միավորել եք։ Անկեղծ եմ ասում, ես միայն ուրախ եմ, որ բոլոր սիրող սրտերը միավորվեն, նույնիսկ իրար ատող այս ավարտում եմ ելույթս։ Նույնիսկ իրար ատող ընդդիմությունը թող միավորվի, օրինակ Միշիկենկո Քոչարյանեք մեռան իրար մի սուտելով, թող միավորվեն մի քիչ իրանց մոտ ռոմանտիկա առաջանա, բայց նույնիսկ դուք ձեր ընտանեկան հարցն եք փաստորեն կեղծում եւ մարդկանց, չգիտեմ, խոցության մեջ դնում։ Հիմա միավորվել եք, թե չեք միավորվել։ Շնորհավոր եմ նորից միավորման կապակցությամբ, թե ինչ անեմ։ Կարող նույնիսկ աշխատանք տալ, կոնյակ բանբաներ կա։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ ուշադիր հետևողները եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հրապարակային հայտարարություններին կարող են անել որոշակի հետևություններ, այդ հետևությունները ինչքանով շատ ուղիղ կձևակերպեն, ինչքանով դիվանագիտական ճանապարհներով կձևակերպեն, դա արդեն երկրորդ խնդիրն է եւ կարծում եմ այդտեղ լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չկա, գիտեք ինչ, պետք չի որ ամեն ինչ ինձ հետ համաձայնեցված լինի, ազգային ժողովի նախագահ բարձրաստիճան պաշտոնյա կարող է դիրքորոշումներ, տպավորություններ արտահայտել եւ ձևակերպումներ անել, իմ ընկալումը այն նրա շրջանակում է ինչ որ ասցի։ Ինչ վերաբերվում է մեր ընտանիքի հետ կապված իրադրությանը, իրական կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը, եթե չգիտեք, համոզված եմ, եթե միջև չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք, երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, եւ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա եւ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում եւ ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար